Տիգրան Ավինյանը առաջարկել է մարդատար մեքենաների համար Երևանի կենտրոնում սահմանափակումներ մտցնել, որպեսզի նվազեն խցանումները։ Ասես բան մենակ Ավինյանի պայծառափայլ ուղեղում կարող էր Ավինյանին համոզել, որ հերիքը փողոցները փորես երկուսը սարքես մեկ, որ մեքենաները նորմալ անցնեն, այսինքն դա իր մտքով չի անցնի, մա որոշել է բան անի։ Իսկ կենտրոնի բնակիչները ինչ են անելու։ Այսօր մի շատ լավ վիդեո աչքովս ընկավ նախկինների եւ ժամանակվա տրանսպորտը եւ այս Ավինյանի ասում առաջ կզած էի խարխի մարդին գրկած գնում, հիմա կանգնած եմ գրկած գնում, տարբերություն չկա։ Այսինքն նախ մի հատ դու տրանսպորտը կարգավորի, որովհետեւ դժգոհությունը տրանսպորտի աշխատանքի գնալով աճում է։ Երկրորդը համապատասխան պայմաններ ստեղծի, որ մարդիկ կոմֆորտ պայմաններում ճանապարհորդեն քաղաքով, քաղաքի փողոցները թարգի սարքել բան, ռազմավայր, որ սա քանդած է ուր նայում ես, հետո նոր խոսի նրա մասին, կենտրոն մտնելու են ավտոները, թե չէ։ Պրիչոմ, ստեղ ամենախնդալուն են, որ այդ միջոցները, որը հիմա Ավինյանը սենց փորձում է մեզ որպես գյուտ ներկայացնի, այդ ամեն ինչը Աթենքում են փորձել անել, Հռոմում են փորձել արել, չի աշխատում։ Որտեվ ավտոները ոնց գնում էին, տենց է գնալու են, ու խցանումների դեմ պայքարը մեկն է, նոր ճանապարհներ կառուցելն է, որակյալ ճանապարհներ կառուցելն է, որովհետև այն ճանապարհը, որով ես կարող եմ քշել, ասենք 60 կիլոմետր ժամով, ես ստիպված եմ քշել 20-ով, որովհետև փոսեր եմ անցնում, որովհետև ուր գնում ես, տենում ես այդ լապատկով մարդու նշանն է, այսինքն ստեղ պլյուս պետք է համապատասխանեցնել իրար բաները, այդ սվիտաֆորները, որովհետև ստեղ կանաչը վառում է, մինչև 50 մետր անցնում ես մյուս սվիտաֆորին, արդեն կարմիր է, հետևաբար պոչը հավաքվելով գալիս է, հասկանում ես, այսինքն իրանք ուզում են ինչ-որ էժան միջոցներով բարդ պրոբլեմ լուծեն, ու այդ էժան միջոցների ճանապարհը մի շարք երկրներ արդեն անցել են ու արդյունք չեն ստացել։ Պաստորն էլի չհաջողված փորձ են ուզում բերեն, էլի։ Ախր դաժե փորձել չի։ Այդ ոնց որ բան անես, հարևանիդ փչացած ապրանքը բերես քոտուն, երեխուտաս ասես խաղա սովորի։ Խի, եթե չի աշխատում, եթե փող չունես թազեն առնես, ուրեմն այդ թեմայով մի խոսա պատրաստ եղի խլեշ հավաքել վրեդ։ Եթե խլեշ չես ուզում հավաքել, ճանապարհները լավ բետոնից կամ լավ որակյալ ասֆալտով բանարա, որ փոսեր չլինեն, թարգի այդ ճամփի կեսը փագել, որտեվ ես արդեն 3 տարի է դուք կոյուղի եք փոխում։ Հետո պարզումա լավ չեն սարքել կոյուղին, ջուրա բանը, մի հատ էլ են քանդում, մի հատ էլ են հավաքում, այսինքն ինչ անում եք պետք է անեք որակով, որ մեկը 3 չդառնա։ Ու այն ջահելներին, որոնց Նիկոլ Փաշինյանը խոստացել է պրավա վերադարձնի, սկսեք նստացնել։ Ընտրակաշառքի ձև է, էլի։ Էդ էլ ընտրակաշառքի ձև, բայց այնուամենայնիվ, այսինքն մարդը հենց այնց չի զրկվում իրավունքներից։ Այդ նշանակում է, որ լուրջ պրոբլեմ է այդ մարդը բերել։ Երբ որ սկսեք նստացնել ու մարդիկ հասկանան, որ սենց չի կարելի քշել, որովհետև կդատվես։ Այսինքն այնքան պարզ է, այնքան պրիմիտիվ է, բայց փողատար է, այդ նշանակում է, որ էլ չեք կարա լափեք, չեք կարա 3 մայետ գրեք, բայց 50 կոպեկով գործ անեք։ Հատկատներ չեն կարա լնան։ Հատկատներ չեք կարա վերցնեք, որտև շատ թանկ բան եմ ասում, բայց դա միակ տարբերակն է։ Վերջի անգամ Հայաստանում երբ է նոր ճանապարհ կառուցվել, Երևանում,
Իմ հիշելով բանն է բարեկամության մետրոյի այդ էստակադանը, դրանից ու բանը էս կորյունից որ մտնում է հերացի։ Всё, էդ էլ երբ է եղել։ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Հա, Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջի ժամանակահատվածում էր։ Եթե դուք ուզում եք Երևանը բեռնաթափեք, Կիևյան մոստը լմի փակեք։ Որտեւ այդ կարևորագույն արտերիաներից մեկն է։ Այդ նշանակում որ Պապեդամոստը կբլի այնքան մեքենա վրով կանցնի։ Դա հա։ Դա ուրիշ տարբերակ չկա Հրազդանի մյուս ափանցնես։